Դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների միջազգային օր։ 77 տարի առաջ ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը դարձավ այն հիմնարար փաստաթուղթը, որն ապահովեց բոլոր անձանց հավասար իրավունքների ճանաչումն ու պաշտպանությունը, առանց որևէ խտրականության։ Մարդու իրավունքների միջազգային օրը չափազանց կարևոր խորհրդանշական օր է, որն ընդգծում է մարդու իրավունքների որպես գաղափարի և արժեքի հիմնարար դերակատարությունը։ Այս օրը ևս մեկ անգամ հիշեցնում է բոլորիս, որ մարդը բարձրագույն արժեք է, իսկ նրա արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները պետք է երաշխավորված լինեն։ Օրը պատահական ընտրված չէ և խորհրդանշում է Միավորված ազգերի կազմակերպության կողմից մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումը։ Կարծում եմ, օրվա հիմնական խորհուրդը պետք է այն լինի, որ յուրաքանչյուրիս կողմից մարդու իրավունքներն ընկալվեն ոչ թե որպես հռչակագրային գաղափար, այլ մեր կյանքում ամենօրյա ռեժիմով իրացվող ու գնահատվող արժեք։ Մարդու իրավունքների պաշտպանությունը պարզապես աշխատանք չէ, այլ առաքելություն, որն իրականացվում է չընդհատվող ռեժիմով։ Քաղաքացիներն ազատորեն կարող են դիմել մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ 24/7 գրաֆիկով։ Զանգեր, դիմումներ, արագ արձագանքման և մշտադիտարկման այցեր։ Այդ թվում քրեակատարողական հիմնարկներ, հոգեբուժական կազմակերպություններ, խնամք և պաշտպանություն իրականացնող կազմակերպություններ, զորամասեր, մարզային և այլ հանդիպումներ ու այսպես շարունակ։ Ահա այսպիսին է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի առօրյան։ Տարվա ընթացքում իրականացնում ենք մշտադիտարկման և ըստ անհրաժեշտության այցեր, քրեակատարողական հիմնարկներ, հոգեբուժական կազմակերպություններ, ձերբակալված անձանց պահելու վայրեր, դատարանում ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցեր և այլ ազատությունից զրկման վայրեր։ Այցերի շատերին մասնակցում է նաև անձամբ մարդու իրավունքների պաշտպանը։ Այս ամենը համակարգում է մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Մարդու իրավունքների պաշտպանությունը սոսկ աշխատանք չէ, այլ առաքելություն, որը կարող է իրականացվել բացառապես նվիրված, ապրումակցող, կարեկցող, մարդասեր, բարևարք և պրոֆեսիոնալ դերակատարների կողմից։ Ես այս արժեքները աշխատում եմ անընդհատ փոխանցել իմ գործընկերներին և մեր փոքր, միևնույն ժամանակ ինձ համար ընտանիք հանդիսացող թիմի անդամների աշխատանքը համակարգել այն տրամաբանությամբ, որպեսզի նույնիսկ ամենամարտահրավերային պայմաններում մենք մեր գործունեությունն իրականացնենք որպես արժեքային և պատասխանատու առաքելություն։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ձևավորված են բարձր մակարդակի փոխվստահելի հարաբերություններ, ինչն օգնում է բոլորիս մեր աշխատանքները պատշաճ կազմակերպելու հարցում։ Յուրաքանչյուրն է գիտակցում, որ իր սրտացավ աշխատանքը կարող է դրականորեն ազդել մարդկանց ճակատագրերի վրա։ Պաշտպանի հաստատությունը տարվա ընթացքում տասնյակ հազարավոր դիմումներ է ստանում։ Դեպարտամենտում ստացվող դիմում բողոքները հիմնականում վերաբերում են քրեական վարույթներով պատշաճ քննություն չիրականացնելուն, ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններին, մասնավորապես անհամաչափ ուժի կիրառմանը, ձերբակալման, առնչվող խնդրահարույց իրավիճակներին և այլն։ Մեծաթիվ են նաև բողոքներն ու թեժգծի հեռախոսահամարին ստացվող ահազանգերը ազատությունից զրկման վայրերում գտնվող անձանցից։ Դրանք հիմնականում վերաբերվում են ինչպես քրեական վարույթներով իրականացվող քննությանը, այնպես էլ պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի կրման ընթացքում նրանց նկատմամբ կիրառված դուժի տեսակներին, ինչպես նաև պատժի կրման և կալանքի կիրառման ընթացքում առաջացող խնդրահարույց իրավիճակներին։ Ինչ վերաբերում է զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ստորաբաժանում ստացվող դիմումներին, ապա դրանք վերաբերում են ինչպես նախազորակոչային, այնպես էլ ծառայության ընթացքում առաջացող հարցերին։
Այս ոլորտին առնչվող խնդիրները վեր են հանվում ինչպես մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող դիմում բողոքների, այնպես էլ մշտադիտարկման եւ արագարձագանքման այցերի իրականացման արդյունքում։ Յուրաքանչյուր դիմում բողոքի ցուցաբերվում է անհատական մոտեցում։ Մեր դեպարտամент ստացվող բողոքների շրջանակը լայն եւ տարաբնույթ է։ Մարդիկ պաշտպանին դիմում են սոցիալական, աշխատանքային, առողջապահական, ինչպես նաեւ սեփականության իրավունքներին առնչվող խնդիրներով։ Քիչ չեն նաև բողոքները, որոնք վերաբերում են գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանությանը։ Իդեպ նույնը կարելի է ասել հանրային ոլորտում գործող կազմակերպությունների մասին։ Ուրախությամբ ուզում եմ նշել, որ կոնվենցիոն մանդատների ապահովման վարչությունը տարվա ընթացքում բազմաթիվ դիմում բողոքներ է ստանում, ինչպես երեխաների, այնպես էլ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտի առնչությամբ։ Առանձնահատուկ ուզում եմ նշել այն հանգամանքը, որ հատկապես վերջին տարիների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանին դիմում են անձամբ երեխաները։ Այս տենդենսը վկայում է մարդու իրավունքների պաշտպանի եւ մի հաստատության նկատմամբ ունեցած վստահության ամրապնդման մասին, ինչը երեխաների պարագայում իրապես դրական երևույթ է։ Մարդու իրավունքների պաշտպանը հատկապես ակտիվ է մարդու իրավունքների կրթության եւ իրավունքների առնչությամբ հանրային իրազեկումների ոլորտում։ Միայն 2025 թվականի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի կողմից հայտարարված իրազեկման արշավի շրջանակներում շուրջ 1000 երեխա ընդգրկվել է քննարկումներում եւ հանդիպումներում։ Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ է իրականացնել այդ քննարկումների եւ հանդիպումների մեծամասնությունը ինչպես ՄԻՊ հաստատությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում։ Մարդու իրավունքների կրթության վերաբերյալ բարեփոխումները մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են։ Մարդու իրավունքների պաշտպանն նաեւ խիստ կարեւորում է աշխատակազմի կարողությունների եւ հմտությունների զարգացումն ու շարունակական կատարելագործումը։ Մարդու իրավունքների պաշտպանի համար առաջնային է ոչ միայն մարդկանց համար, այլ նաև մարդկանց հետ աշխատանքը։ Այդ առումով կարևոր է տարբեր ոլորտներ ներկայացնող քաղաքացիների եւ հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։ ՄԻՊ հաստատության կողմից իրականացվող այցերին ընդգրկվում են հաշմանդամություն ունեցող անձինք։ Երեխաներն ակտիվ ներգրավվածություն ունեն իրենց իրավունքների վերաբերելի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության շրջանակներում։ Ակտիվ են աշխատանքներն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, հասցեավորելու ոլորտում առկա հարցերը։ Սյունիքում, Տավուշում, Լոռիում, Գեղարքունիքում եւ Շիրակում ակտիվ գործունեություն են իրականացնում մարդու իրավունքների պաշտպանի մարզային ստորաբաժանումները։ Պաշտպանն անընդհատ է այցելում մարզային տարբեր բնակավայրեր։ Ներկայացված հարցերը մարդու իրավունքների պաշտպանը մշտապես է բարձրաձայնում ըստ իրավասության եւ պահանջում արդյունավետ լուծումներ։ Մարդու իրավունքների միջազգային օրը եւս մեկ հիշեցում է, որ մարդը բարձրագույն արժեք է, իսկ նրա արժանապատվությունն ու իրավունքները պետք է մշտապես երաշխավորված լինեն։ Այս նպատակին էլ միտված է մարդու իրավունքների պաշտպանի եւ ՄԻՊ հաստատության առաքելությունը։